Բարև ձեզ, ելի կխոսեմ են խնդիրների մասին, որոնց մասին խոսում եմ իմ ներկայացումների ընթացքում եւ քանի որ ներկայացները քիչ մարդ է տեսնում, որոշել եմ այս ֆորմատով շփվեմ իմ հանդիսատեսի եւ նաեւ իմ հետևորդի հետ։ Շատ ուրախ եմ, որ միացել եք Դանիելյան podcast-ին։ Անպայման գրանցվեք, եթե հետաքրքիր է ինչ որ ես անում եմ, լայք դրեք եւ տարածեք ձեր ընկերների մեջ։ Լայքը դրա համար է, որպեսզի ավելի շատ մարդ նայե, գիտեք YouTube-ի այդ մեխանիզմը այդպես է աշխատում, այսօր կխոսենք խանդի մասին։ Եվ այսպես սկսենք, կարդացած գրքերի քանակը, ավարտած ինստիտուտները, լեզուները, աշխարհ տեսնելը բացարձակ չեն ավելացնում իմաստություն, այն ավելացնում է ընդհանրապես ինֆորմացիա, իսկ ինֆորմացիան գիտելիք դառնալու համար դա պետք է վերապրես եւ այդտեղ էլ չկարող է իմաստություն չգա, որովհետեւ ես շատ ու շատ մարդիկ եմ ճանաչում, որոնք բացարձակ անգրագետ են, բայց շատ իմաստուն մարդիկ են եւ նաեւ հիշենք, որ հին փիլիսոփաների եւ աշխարհը փոխողների մեծ մասը բարձրագույն կրթություն չունեին, հա։ Ինչ բան է խանդը։ Խանդը դա մի քայքայիչ, մի շատ վատ, այսպես ասած, մի զգացողություն է մարդու մոտ, որը որ քայքայում է մարդու կյանքը, փչացնում կյանքի որակը, փչացնում է ոչ միայն ընտանիքի անդամների կյանքի որակը, այլ նաև հարևանների, որտեղ կռիվ դավի բան, այդտեն քարի նման է, քարը որ գցում ես ջրի մեջ, սկսում ասեն ծողակները գնալ եւ տարածում ամբողջ ջրամբարով։ Ինչու է մարդը խանդում են այն մարդիկ մեծ մասամբ, ովքեր որ իրենց ուժերի մեջ, իրենց կարողությունների վրա մեջ չեն վստահ չեն եւ իրենց թվում է, որ եթե իրենք բռի մեջ չպայեն պարտնյորին, ապա պարտնյորը անպայման փախնելու է։ Ուժեղ կայացած մարդը երբեք չի խանդում, նա adekvat է վերաբերվում ամեն ինչին, նա ունի քրիտիկական մտածողություն։ Ընդհանրապես մտածողությունը, մտածելը մարդուն կենթանուց տարբերում է, քրիտիկական մտածողությունը տարբերում է ոչ այնքան խելոք մարդուց, հա, եւ իհարկե ես ինչ որ ես հիմա ասում եմ, սա հոգեբանական պրոֆեսիոնալ վերլուծություն չի, ես նման հավակնություն չունեմ նաեւ նման կրթություն, բայց կյանքի փորձից ելնելով եւ այն ներկայացումների քանակների, այն հանդիպումների, այն բաների, որ ես ունեցել եմ կյանքի ընթացքում, ինձ թույլ են տալի այդ թեմայով ուղղակի խոսել եւ կիսվել ուղղակի ձեր հետ իմ կարծիքով, եթե իմ կարծիքը սխալ եք համարում, օքեյ, կարող եք նաև մեկնաբանել դա, ըստ դրան եւ կպատրաստեմ մի հատ ուրիշ եթե, որովհետեւ իհարկե ես ամենաիմաստուն մարդը չեմ։ Ես ճանաչել եմ մի ընտանիք, մի երիտասարդ, նույն ժամանակ է երիտասարդի մարդը երիտասարդ չի, նա հատուկ ասում էր, որ իմ կինը պետք է գեշ լինի, որպեսզի իրեն մարդ չցանկանա։ Այսինքն այդ մարդու ուղեղում ինչ է, այնա, որ եթե իր կնոջը ցանկանան, ապա դա իրան վատ է։ Նա կսկսի իրան խանդել։ Ոչ մի նորմալ եւ ուժեղ տղամարդ, որը որ կայացած է, չի մտածի, որ իր կնոջը եթե ինչ-որ մեկը ցանկանա կամ նա գեղեցիկ լինի, ապա դա իրան վատ է։ Ոչ, դա պետք է ավելի շատ բարձրացնի իրան գնահատականը, որովհետեւ ի վերջո սա իր կինն է։ Այնց որ կոպիտ օրինակ ասենք, եթե ոնց ասենք, մարդ ուզում է սիրուն մեքենա ունենա, սիրուն տուն ունենա, բան, հա, որպես իր գնահատականը բարձրանա, իրական դրանից գնահատականը չպիտի բարձրանա, բայց եթե կինը դա խելոք, գեղեցիկ, էրոտիկ, ցանկալի, ապա դա քո արժանիքն է։ Եվ եթե դու այդպես ես մտածում, ուրեմն դու կայացած մարդ ես։ Եթե դու մտածում ես վայ կնիկս ուսը բացեց, իրան մեկը ուզեց բան, դա բան է, դա ուրեմն դա դիագնոզ է, դա լավ չի։ Կինը չպետք է լինի քնձր, կոպիտ ասած, հա, եւ դա էլ է իհարկե հարաբերական։ Դեպ այն տղամարդը, որի մասին ես խոսում եմ, որը գեշ կնիկ էր առել, բացարձակել գեշ չէր ինձ համար, նորմալ էլ աղջիկ էր, շատ ճաշակի հարց է, հա, էտել կա։ Չէ, խոսքը հենց այդ տղամարդու մասին է, որը որ տես է մտածում։ Տղամարդիկ կան, որոնք որ կողպում են իրանց կանանց, ուղղակի։ Մի զարմացեք, իհարկե իմ հետևորդներից շատերը կարող են զարմանալ, որովհետեւ սոցիալական ցանցերը այնպիսի բան է, որտեղ հավաքվում են բոլոր այսպես ըստ ճաշակի մարդիկ են հավաքվում, հա, բայց հավաստիացնում եմ ձեզ այդպիսի մարդիկ կան սիրելի հետևորդներ, ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց անգամ Լոս Անջելեսում, որ եկել են ստե եւ չեն թողում որ կնիկը աշխատի։ Չի թողում կինը աշխատի, չի կնոջը կողպում է, կինը բանալի չունի, նա մնում է տանը։ Դա կարող է դան կոչել ընտանեկան բռնություն եւ այլն, դա ուրիշ թեմա է, բնականաբար բռնություն է, բայց ես ուզում եմ հասկանամ ինչ է այդ մարդու ուղեղում։
Այդ մարդու ուղեղում էնա, որ կինը մի սանձարցակի մեկն է եւ հենց որ դուրս եկավ գնաց խանութ, միանգամից տրվելու է ինչ որ հեշտանքի եւ կողքի տղամարդիկ էլ բոլորը հենց այդ կինը իրանց սեքսուալ սցենարների մեջ են եւ հենց այնտեղ խանութի մեջ տեղում պիտի կատարվի այն, որը որ կխերվեն համ այդ կինը կխերվի, համ այդ տղամարդիկ կխերվեն։ Իհարկե սա գրոտեսկային է, այսպես համեմատությունա, բայց որպեսզի հասկացվի ինչ բորշա էփվում այդ մարդու գլխում, հա, դա սարսափելի է, դրա հետ ապրելը ուղղակի անհնար է։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե դա լիներ հասարակ խնդիր, ապա դրա մասին չէր գրի ժամանակին Շեքսպիրը 400 տարի առաջ, չէր լինի հայոց այսպես գրականության մեջ չէր լինի Ռոզանի կերպարը, որ խալը տեսել էին եւ հետո դառավ պատմություն, նո եւ այլն, դա լուրջ խնդիր է եւ ես ուղղակի խորհուրդ եմ տալիս նմանատիպ տղամարդկանց, ովքեր որ այդպես են վերաբերվում կյանքին, հա, եւ ոչ միայն տղամարդկանց, նաեւ կանանց ուղղակի հարգել դիմացինի սահմանները, այդ էլ է շատ հետաքրքիր խնդիրը, բայց ինչ սահմանները, ոնց կարող ես դու գաղտնիք ունենալ ինձանից, ոնց ինչի պետք է ես չկարողանամ քո հեռախոսի մեջ մտեմ։ Ես մի հատ ընկերուհի ունեի, որը որ գալիս էր իմ տուն, թե չէ, միանգամից այն ժամանակ դրս օտովի չկար, միանգամից բանը միացնում էր ավտոատվեչիկը բանի, որ լսեր թե ինձ ով է զանգեր։ Բնականաբար ոչ մի բան չստացվեց այդ ընկերուհուս հետ։ Ես ուղղակի զարմանում եմ այն մարդու վրա, որ կարող ասել, որ դու գաղտնիք պիտի չունենաս։ Ժողովուրդ ջան, մարդ ունի իր սեփական սահմանները եւ այդ սահմանները միայն զուգարանում չեն, որ գծվում են, հա, ասենք ես այդպիսի ընտանիքներին ուղղակի խորհուրդ եմ տալի երկու հատ ունիտազ դնել եւ միասին գնալ զուգարանը, որ հանկարծ կնիկդ կամ ամուսինդ մի բան չանի անես, որ դու չիմանաս։ Էլի կներեք գրեիք օրինակից համար, բայց մարդ պիտի ունենա իր սահմանները։ Երբ որ դու խախտում ես ուրիշի սահմանը, դու թքում ես առաջին հերթին քո երեսին, ուրեմն դու այդքան չկաս, որ վախենում ես, որ հերախոսը, որ ծնգած կնոջդ կամ ամուսնուդ մոտ, ուրեմն ինչ որ մեկը իրան գրեց, որ եսին ինչ լինի։ Դու գիտեք, քանի ընտանիքը այտենց քանդվել։ Մանավանդ այս նոր տեխնոլոգիաների շրջանում, երբ որ այս հերախոսների մեջ կա ինչ որ հետևիր քո սիրեցյալին եւ իմանաս նա որ դա ավելի գրեհիկ ու զզվելի բան հնարավոր չէ ստեղծել բարձր տեխնոլոգիաների միջոցով, որ ասենք հիմա ստեղծել են, որ դու նայես թե ամուսինդ կամ թոքիկինը ուր գնաց։ Ես հասկանում եմ, որ այդ ապը հետ է գցում ես քո երեխայի պայուսակի մեջ, որպեսզի տենաս դպրոցից տուն եկավ, թե չեք ուր գնաց։ Ես դա հասկանում եմ, բայց երբ որ մեծ մարդիկ են իրար հետ հենց հետևում, դրանից ավելի սարսափելի ու վատ բան չկա։ Ավելացնելով նաև ասեմ, գիտեք, բնականաբար այս ամեն ինչը հոգեբանի եւ այսպես մի իմաստուն մարդու խորհուրդներ չեն։ Ես ձերպես, այսպես ասենք, մարդ, որ անցել է այդ փուլերը, ուղղակի խորհուրդ եմ տալի, եթե կան այդպիսի մարդիկ ձեր մեջ, եթե կա այդ խանդի ասածը, իմացեք, որ դա հիվանդություն է։ Եվ հիվանդությունը բուժման կարիք ունի։ Դուք ինքներդ չեք կարող բուժել, այնպես ինչպես չեք կարող բուժել ինքներդ առանց հաբերի, չեք կարող բուժել թոքերի բորբոքումը։ Երբ որ դուք ունենում եք ինչ-որ մի հիվանդություն, դուք դիմում եք բժշկի։ Եթե անգամ դա հասարակ գրիպ է, եթե դու չբուժես այդ գրիպը, հետո դառնում է թոքերի բորբոքում, հետո դառնում է տուբերկուլոզ, հետո դառնում է մահ։ Մի սթից բանից կարող է քանի գնա, զարգանա, մենք գիտենք դա այդպիսի դեպքեր, հազարով մի այդպիսի դեպք կա։ Հոգին նույնպես ունի բուժման կարիք։ Առաջ դա կոմպենսացվում էր եկեղեցիով, քահանային պատմելով, որոշ կանայք կամ տղամարդիկ ընկերների հետ բամբասելով, խոսելով, կանայք մեծ մասը իհարկե, հա, դե կոֆեի բաժակը արևանի մոտ գնամ, պատմեմ ինչ ա եղել, ամուսինս բան, հասկանում եք, հիմա կա բան, հիմա կան հոգեբաններ եւ ամոթ չի հոգեբանին դիմելը, որովհետեւ եթե դու խանդում ես, դա արդեն այն սիգնալն է,
որ դու քո ամբողջ կյանքը փչացնելու ես։ Եթե այդ զգացողությունը մոտդ կա, դու արդեն պիտի հասկանաս, որ ինչ որ բան նորմալ չի քո մոտ, ոչ թե քո պարտների մոտ, այլ քո մոտ։ Երբ որ դու գնաս հոգեբանի մոտ պատմես բան, այն ժամանակ հոգեբանն էլ կասի իրականում խանդի բան կա օբյեկտիվ պատճառ, թե ոչ, եւ այդտեղ դուք հասկանաս, այնպես ոնց որ ասենք հասարակ գրիպը, որ գնում ես բժիշկի մոտ, ինքը լավ, դեղել պետք չի, մի քիչ թեյ խմի, տաք պայի կանցնի, կամ եթե թոքերդ լսում ա, տեսնում ա, մեջ ինչ որ բան կա, ասում ա, չէ, գիտես, քեզ անտիբիոտիկ ա պետք, կամ էսա պետք, դու պետք է բուժվես։ Դա մենք մենակ չենք կարող հաղթահարել։ Եվ իմ խորհուրդն է ուղղակի չկարծեք թե դա ինչ-որ տենց բարոյախոսություն է կամ եսի ինչ, եթե բարոյախոսություն եք ասեք ոչ մի արեք սենց կլինի ամեն չի, ես չգիտեմ ոնց անել։ Ես գիտեմ միայն մի բան, որ եթե այդ զգացողությունը կա, անպայման պետք է միջամտություն, պրոֆեսիոնալ միջամտություն, ոչ թե դուք ինքներդ բուժեք, որ ասենք, հա, հիվանդից, բայց ինքդ որոշպես լավ մի հատ ասկոֆեն խմիմ կանցնի, մի հատ էսի հարևանս ասել է այս դեղի խմի կանցնի, լավ դեղ է իր ճաշակով է, բան չէ, ու տալիս հերետանիցում ես, որև ինքնաբուժությունը էլի սխալ բան է, այդ անտերը մասնագիտությունը մարդիկ 7 տարի ինստիտուտում սովորում են, բժիշկ են դառնում, բան, հա, ասենք ու ամեն բժշկությունը ունի իր այդ ճյուղերը, նույնն էլ հոգեբանությունը, կա ընտանեկան հոգեբան, կա, չգիտեմ, բանը հիմնարկների հոգեբան, կա սեքսուալ ինչ-որ տենց բաների համար, հա, տենց սեքսապաթոլոգներ, հոգեբաններ եւ այլն, հիմա տերմիններ չասեմ, որից ինքս չեմ հասկանում, բայց դա անում է ընտանեկան հոգեբանը, անպայման դիմեք, սիրելիներս, որովհետեւ դա խնդիր է, իրականում դա շատ մեծ խնդիր է, եւ դուք կհասկանաք, որ դիմացի սահմանը դա սուրբ է, եւ այդ սահմանը խախտելուց դու վնասում ես ոչ միայն իրան, այլ նաև քեզ, ընտանիքի անդամներին եւ հասարակությանը։ Շնորհակալություն, որ եղաք ինձ հետ, այս կարճ այսպես ոդքասթներից կշարունակեմ, դա հենց այն թեման է, որ ես խոսել եմ այս վերջերս տար ինձ քեզ հետ ներկայացման մեջ, հա, կար այդտեղ մի այդպիսի էպիզոդ, որտեղ տղամարդը բռնության է ենթարկվում, դե դրա մասին ասենք մեզ հետո կխոսեմ, բայց հենց այդ խանդի այդ մոմենտը բանը շատ ասենք ինձ համար ես էլ եմ անցել այդ պերիոդը, դրա համար շատ կարևորում եմ եւ գիտեմ որ երիտասարդները առանձնապես ինչ չեն լսում, բայց մեծերը ովքեր որ ունեն այդ երիտասարդական հիվանդությունը, դիմեք հոգեբանի սիրելիներս եւ անպայման կբուժվեք։ Շնորհակալություն, ձեզ հետ է Սերգեյ Դանելյանը, գնացվեք ալիքիս, նաև հիշեցնեմ, որ ամսի 10-ին Լավինյուում խաղում եմ շատ հետաքրքիր ներկայացում, որ կոչվում է Կոնտրաստ, այն ամերիկյան եւ հայկական մշակույթների միքսի մասին է։ Շնորհակալություն, քան դիպենք։